Ինչ է կյանքը, որտեղից ենք եկել և ուր ենք գնում, արդյոք Աստված գոյություն ունի, ինչ է Աստծո անունը և ուր է նա բնակվում, արդյոք ամեն բան ինքը ստեղծեց և արդյոք Աստված մեզի սիրում է, այս հարցերի պատասխանը կտրվի երջանկության գաղտնիքի ժամում Լիդուս Ջանյանի հետ։ Բարև ձեզ, այսօր ուզում ենք Աստծո Սուրբ Խոսքի մասին խոսենք, փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն, թողեք աղոթենք միասին։ Տեր Աստված, Հիսուս Քրիստոսի Սուրբ արյունով ծածկի այս ժամը, Տեր, օրհնի քո ծառային, Տեր, օրհնի քո գործը, քո ծառայի մեջ, Տեր, այս գործը, որ սկսել ես, Տեր, արժանի ես ամեն փառքին, Տեր, արժանի ես ամեն փառքին, քո նմանը չկա, Տեր Աստված, փառք քո ողորմությանը, Տեր, փառք քո սուրբ անունին, փառք քո սուրբ անունին, Տեր կաղաչեմ Հիսուս Քրիստոսի Սուրբ արյունով ծածկի այս ժամը, ծածկի քո երեխերքին, լրիվ աշխարհքի մեջ, Տեր, բեր ճանապարհի, Տեր, ինչպես որ պետք է, Տեր, արժանի ես ամեն փառքին, Տեր, քո նմանը չկա, Տեր Աստված, փառք քո ողորմությանը, Տեր, փառք քո սուրբ անունին, Տեր կաղաչեմ Հիսուս Քրիստոսի անունով հրաշքներ կատարվի քո երեխերքի մեջ, Տեր, հիվանդություններ բժշկվեն, Տեր Աստված, փառք քո ողորմությանը, Տեր, փառք քո սուրբ անունին, կույր աչքերը բացվեն, Տեր Աստված, քարե սրտերը փափկեն, Տեր, փառք քո ողորմությանը, Տեր, փրկություն գա քո երեխերքի համար, Տեր, արժանի ես ամեն փառքին, Տեր, արժանի ես ամեն փառքին, քո նմանը չկա, Տեր Աստված, կաղաչեմ Հիսուս Քրիստոսի անունով, խոսա ծառայիդ բերանով, Տեր, թող քո ժողովուրդը իմանան, Տեր, որ ինչքան դու իրանց սիրում ես, Տեր, և ինչ բարիքներ ունես ամեն երեխերքիդ համար մեկ-մեկ, Տեր, փառք քո ողորմությանը, Տեր, փառք քո սուրբ անունին, փառք քո սուրբ հոգուդ համար, Տեր, որ քո հոգու միջոցով, Տեր, ամեն բան մենք կարող ենք անենք, Տեր, որ դու ես մեզի ուժ տալի, Տեր, քո ուժով ամեն բան կարելի է, Տեր, փառք քո ողորմությանը, Տեր, փառք քո սուրբ անունին, խոսա ծառայիդ բերանով, Տեր, կաղաչեմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն և ամեն, փառք լինի մեր Աստծոն, ինչ հզոր Աստված ունենք, այո սիրելիներ, եթե ամենաբարձր Աստծոն դեռ չեք ճանաչել, այսօր ձեր փրկության օրն է, այսօր Աստված ուզում է գա ձեր կյանքի մեջ և օրհնի ձեր տունը այնքան, որ տեղ չունենաք հավաքեք, այո սիրելիներս, փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն, Աստված մեզի սիրեց այնքան, որ իր մեկ հատ որդուն մեզանից չխնայեց և հիմա ասում է մեկ հատ ինձի փորձեցեք, տեսեք էլ ինչ ես ձեր համար չեմ անի, փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն, այո սիրելիներս, Աստված եկել է, որ մեզի փրկի դժոխքից, Աստված եկել է, որ մեզի փրկի խավարից, փառք լինի մեր Աստծոն, Աստված եկել է, որ մեզի փրկի ամեն նեղություններից, ամեն ջղայնություններից, ամեն սխալ միտքերից, փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն, սիրելիներս, ես որևէ մեկ կրոնի մասին չեմ խոսում, այլ միայն և միայն Աստծո մասին, փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն, և իր որդուն Հիսուս Քրիստոսին, որ խաչի վրա խաչվեց, որ մեր մեղքերի պատիժը վճարի, փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն, և այսօր դուք կարող եք այս ամենաբարձր Աստծոն ճանաչեք, որ Աստված գա ձեր կյանքի մեջ, այո սիրելիներս, մեկ հատ փոքր աղոթք պետք է, կարող եք հիմա իմ հետ կրկնենք, ասենք Տեր Աստված, ես մեղավոր եմ, ների իմ մեղքերը Տեր կաղաչեմ, Տեր ես հավատում եմ, որ դու Հիսուս Քրիստոսին ուղարկեցիր ես աշխարհ, խաչի վրա խաչվի իմ մեղքերիս պատիժը վճարելու համար, Տեր կաղաչեմ ների իմ մեղքերս, Հիսուս Քրիստոսի սուրբ թափված արյունով մեղքերս լվա, արի իմ կյանքիս մեջ, օրհնի ինձ Տեր Աստված, որ քո նման լինեմ, փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն, այո սիրելիներս, Աստված մեզի սիրեց այնքան, որ իր մեկ հատ որդուն մեզանից չխնայեց, Աստված իր ամենալավ
բանը տվել է մեզի, նվիրել է, փառք լինիր Սուրբ անունին, փառք լինիր Սուրբ անունին։ Եվ Աստված ուզում է, որ մենք էլ մեր կյանքը նվիրենք Աստծուն։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Աստծուն նվիրելը նախ նաև որ մենք պետք է հավատանք, փառք լինի մեր Աստծուն, որ Աստված մեզի սիրում է։ Փառք լինիր Սուրբ անունին, փառք լինիր Սուրբ անունին։ Այսօրվա պատգամը կարող ենք կարդանք Հովհաննես գրքից, փառք լինի մեր Աստծուն, գլուխ 12 նոմեր 35 և 36-ը գրված է. Հիսուսն էլ ասեց նրանց. մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեր հետ է, մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեր հետ է, գնացեք, քանի որ լույսն ունեք, որ խավարը ձեզ չհասնե, և խավարումը գնացողը չգիտե ուր է գնում, քանի որ լույսն ունեք, հավատացեք լույսին, որ լույսի որդի լինեք, քանի որ լույսը ունեք, հավատացեք լույսին, որ լույսի որդիք լինեք։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Հիսուս Քրիստոսը ասում է, որ մինչև որ լույսն ունեք, հավատացեք լույսին, որ լույսի որդիք լինեք։ Հավատացեք լույսին։ Ուրեմն ինչպես մենք կարող ենք հավատանք լույսին։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Լույսին հավատալը նշանակում է նախ Աստծո անունին կանչենք։ Տեսեք սիրելիներս, ես քրիստոնյա ընտանիքի մեջ ծնված, քրիստոնյա ազգի մեջ ծնված, բայց մինչև 33 տարեկան ես Քրիստոսին չէի ճանաչում։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն, որովհետև մեր եկեղեցին Աստծո մասին ինձի չէր սովորացնում։ Մեր եկեղեցին, ես երթում էի կույսերի դպրոցը և իրենք Աստծո մասին չէին սովորացնում։ Իրենց սովորությունը նա է, որ քահանաները իրենցից մի բան են հնարում, որ ոչ մի կապ չունի ճշմարտությանը։ Մարդի սովորություն, մարդի գործեր, մարդի ճանապարհներ, ամեն իրենց կրոնը մարդկությունից է բխել, իրենց սրտից է դուրս գալիս, ինչ որ իրանք են ուզում անում են, քահանաները և քրիստոնեությունը և ամեն այդ կույսերի դպրոցը, որ երթում էի, կույսերի փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն, ամեն իրենց գործերը մարդից էր բխում, մարդի սովորություններ, փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն, բայց Աստված ուզում է, որ մենք լույսի մեջ ապրենք, որ մենք լույսի մեջ ապրենք։ Ես այն ժամանակ, որ քրիստոնյա էի, որ ասում էի քրիստոնյայի, բայց չէի իմանում քրիստոնեության իմաստն ինչ է։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Կարծում էի, որ ամեն երկիր իր համար ջոկ կրոն ունի, և քրիստոնեությունն էլ մեկ հատ կրոն է, և ահա մենք քրիստոնյա ենք։ Եվ չէի իմանում ինչու է Հիսուս Քրիստոսը խաչի վրա, չէի միտքս չէր ըմբռնում, չէր հասկանում, որ ինչու է Հիսուս Քրիստոսը խաչի վրա։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն, որովհետև մեր քահանաները, մեր կրոնը դժբախտաբար, հայկական կրոնը ժողովրդին չի սովորեցնում Աստծո պատվիրանքները, այլ մեկ հատ դատարկ սովորություն է։ Եկեղեցին մարդիկ ժողովուրդը կույր երթում են, մեկ հատ մոմ են վառում, երբ որ նեղի մեջ են, և կույր դուրս են գալիս։ Էդի
Աստծո մոտ մեծ մեղքություն ունի։ Աստված ուզում է, որ մենք ամեն մեկս գանք Աստծոն ճանաչենք, երես, փառք լինի մեր Աստծոն, փառք լինի իր Սուրբ անունին։ Այո, սիրելիներ, Հիսուս Քրիստոսը խաչվել է, որ մենք ամեն մեկս մեր մեղքերից դուրս գալով, այդ գերեզմանից դուրս գալով, այդ խավար տեղից դուրս գալով, գանք սկսենք Աստծո լույսի մեջ ապրենք։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Եվ այս լույսը մեկ կարճ ժամանակվա համար է այստեղ։ Օրը որոշված է, փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Աստված իմանում է այդ օրվա մասին, որ այս ամեն լույսը Աստծո երեխերքը, նրանք, որ ճիշտ Աստծոն հավատում են, պետք է երթան երկինք, եւ այս երկրագնդի վերջը գալիս է, եւ փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Եվ այն ժամանակ ոչ ոք չի կարող Աստծոն կանչի, այն ժամանակ լույսը չկա այս աշխարհի մեջ։ Հիմա ժամանակն է, որ մենք դառնանք դեպի Աստծոն եւ սկսենք Աստծո օրենքներով ապրել։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Աստծո օրենքները որպես հաց են մեր մարմնի համար, Աստծո օրենքները որպես սեր են մեր կյանքի համար, Աստծո օրենքները որպես մեկ հատ սիրուն պարտեզ են ամեն բարիքներով, ամեն հասկացողությունով, ամեն ուրախությունով, ամեն լավ բաներով լցված է, բայց դուրսի աշխարհը ամենը ցավ է եւ նեղություն եւ խեղճություն եւ ամեն ձևի չար բաներ եւ ամոթ բաներ։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Աստված ասում է, որ մինչև որ լույսն ունեք, լույսի մեջ քայլեք, որ լույսի որդիք լինեք։ Մինչև որ լույսը ունեք, լույսի մեջ քայլեք, որ Աստծո որդիք լինենք։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Ուրեմն ինչպես ենք մենք կարող լույսի մեջ քայլենք։ Լույսը ով է։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Լույսը ինքը Հիսուս Քրիստոսն է, որտեվ Աստված փառք լինի իր Սուրբան, այս Սուրբ գրքի մեջ գրել է ամեն իր գործերը, իր բարիքները, իր սերը, իր պատգամները, իր խոստումները երեխերքի համար, որ ով որ Աստծո մեջ է ապրում, Աստված ինչքան է իրենց սիրում եւ ինչքան է իրանց պաշտպանում։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Ուրեմն գրված է, որ սկզբումն ոչ մի բան չկար, ամեն տեղ խավար էր եւ Աստծո հոգին շարժվում էր ջուրերի վրա, Աստծո հոգին, փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Եվ Աստված ասեց խավարի մեջ, թող լույս լինի, թող լույս լինի։ Եվ այդ լույսը, սիրելիներս, լույսը ինքը Հիսուս Քրիստոսն է, լույսը կյանքի առաջին քայլն է, առանց այդ լույսին կյանք չկա, առանց այդ լույսին մարդի հոգին խավարի մեջ է ապրում։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը քրիստոնյաների Աստվածը չի, այլ Հիսուս Քրիստոսը կյանքի լույսն է։ Ամեն շունչ, որ շնչում է, Հիսուս Քրիստոսի շունչն է վերցնում։ Հիսուս Քրիստոսի ուժով է, որ մենք կարողանում ենք շնչենք։ Հիսուս Քրիստոսը ինքը կրոն չի։ Քրիստոնեությունը հիմա աշխարհի վրա, քրիստոնեության 90%-ը կրոնի մեջ են։ Կրոնը մեկ հատ չոր կրոն, որ ահա մենք միայն քրիստոնյա ենք խոսքով։ Այդ մարդը գողություն անում է, սուտ ասում է, ամեն ձևի սխալ գործերի մեջ է եւ բայց իրեն ասում է, որ քրիստոնյա եմ։ Այդ մարդի քրիստոնեությունը իզուր է, փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Փառք լինի մեր Աստծոն, որովհետեւ Աստված ասել է, որ ավելի լավ է մեկ մարդ ասի Աստված չկա եւ չհավատա Աստծոն, քան թե ասի Աստված կա եւ դեռ իր սխալ ճանապարհների մեջ ապրի։ Մեկ օրերի մեջ ենք ապրում,
որ քրիստոնեությունը որպես մեկ հատ կրոն է, քահանաները, եկեղեցիները մենակ գործի համար է, որ դրամ ստանան մարդկանցից, բայց Քրիստոսը եկել է, որ մեր հոգին փրկի դժոխքից, Քրիստոսը եկել է, որ մեր հոգին փրկի ամեն չար գործերից, սխալ գործերից, ամեն անպատվությունից, փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Հիսուս Քրիստոսը կյանքի լույսն է, որ երբ որ մեկ մարդ Հիսուս Քրիստոսի մեջ գործում է, միշտ պատվով է ապրում, միշտ ուրախ է, լույսի մեջ է եւ ոչ մի անգամ չի ամանչում Հիսուս Քրիստոսի գործերից, Հիսուս Քրիստոսի խոսքերից։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն, բայց այն մարդը, որ խավարի մեջ է ապրում, միշտ վախի մեջ է, միշտ ամոթի մեջ է, միշտ երկյուղի մեջ է, որովհետև սխալ տեղ է, վատ տեղ է, իր հոգին իրեն տանջում է, փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Այո, սիրելիներ, Հիսուսը ասում է, մինչև որ լույսն ունեք, լույսի մեջ քայլեք, որ Աստծո որդիք լինեք։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Ուրեմն ինչպես կարող է մեկ մարդ լույսի մեջ քայլի։ Մեր լույսը, սիրելիներ, այս սուրբ խոսքն է, Աստվածաշունչը։ Աստված ասում է, այս գրքի մեջ ապրեք։ Էսի Աստծո արքայությունն է, էսի փառք լինի մեր Աստծուն, Աստծո տունն է, էսի Աստծո հոգին է։ Աստված ասում է, այս խոսքի մեջ ապրենք։ Նույնը, որ մարդը կերակուր պետք ունի իր մարմնի համար, փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Մեր մարմինը միայն ձևով, որ կարող է ապրի, որ այդ կերակուրը, որ Աստված է ստեղծել, ուտի։ Միայն եւ միայն այդ կերակուրը, որ Աստված ստեղծել է մարմնի համար, մենք ուտենք, կարող ենք ապրենք։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Եվ նույնն էլ մարդի հոգին է, մարդի հոգին Աստծո կերակուրը պետք ունի, որ ապրի, եւ մարդի հոգու կերակուրը այս գիրքն է, Աստվածաշունչը, հին եւ նոր կտակարանը, լրիվ Աստծո սուրբ խոսքերն են։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն, որ երբ որ մեկ մարդ ամեն օր կարդում է Աստծո խոսքը, այդ Աստծո խոսքը ինքը որպես սերմ է, որ մեկը դնում է հողի մեջ։ Այդ սերմը սաղ է, այդ սերմը երբ որ դնում ես հողի մեջ, իմանում է ինչպես աճի եւ համեմատ Աստծո կամքին պտուղ առաջ բերի։ Եվ նույնն էլ մեր հոգու համար է։ Հիսուս Քրիստոսը ասում է, այն մարդը, որ Աստծո խոսքը իր մեջ ունի, դա արդեն մեռած է։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի խոսքը մեր համար կյանք է։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Եվ Աստված ուզում է, որ ամեն մեկս, ով որ իրեն քրիստոնյա է ասում, Քրիստոսի մեջ ապրի։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Աստծո սուրբ խոսքը գրած է Մաղաքիա գրքում գլուխ 3 նոմեր 10, փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն, որ ասում է բերեք իմ տանս մեջ ամեն 10%-ը, Աստված ասում է բերեք իմ տանս մեջ ամեն 10%-ը, եւ ինչի 10%-ն է, ինչ որ մենք Աստծոց ստացել ենք, փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն, մեր ամենա թանկագին ընծան, որ Աստծոց ստացել ենք, մեր կյանքն է, մեր այս օրն է, փառք լինի մեր Աստծուն, եւ Աստված մեր օրվա 10%-ը պահանջում է, մեկ օրվա մեջ 24 ժամ ունենք, եւ 24 ժամվա 10%-ը 2 ժամ եւ 24 րոպե է, որ Աստված էդի մեզանից պահանջում է, որ այդ ժամանակում Աստծո խոսքը կարդանք եւ 10 գլուխ, 10%-ը պատկանում է Աստծուն, 10 գլուխը որպես լինում է մեկ հատ լիքը պնակ կերակուր, լիքը պնակ, որ կերակուրը մեկ մարդ ուտում է, իր մարմինը ուժեղ է։ Եթե հենց այս նույն մարմինը, եթե հաց չուտենք,
Մենք թույլ ենք եւ հեն չենք կարող էլ քայլենք, բայց երբ որ մենք սկսում ենք Աստծո խոսքը ուտել, մեր աչքերը բացվում է, մեր հոգին սկսում է շարժվել, մեր հոգին սաղ է, մեր հոգին մեր մեջ է, մեր հոգին պետք է սաղանա, երբ որ մեր հոգուն կերակրում ենք, փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն, մեր հոգին սաղանում է, օրը 10 գլուխ Աստծո խոսքից միայն եւ միայն պետք է կարդացվի։ Սիրելիներս, եթե դուք Աստվածաշունչ պետքություն ունեք, կխնդրեմ ինձ գրեք, ես ձեր համար կարող եմ ջրիորեն ուղարկեմ, ինչ լեզվի որ ուզում եք։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Եվ միայն բավական է մեկ մարդ Աստծո խոսքը կարդա ամեն օր։ Եվ այդ խոսքը այդ մարդի համար արդարություն է լինում։ Այդ խոսքը մարդի սիրտը թլպատում է։ Աստծո խոսքը մարդու խորհուրդները, միտքի խորհուրդները ամենը մաքրում են, սխալ բաները կտրում են։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Աթամը, երբ որ Եթեմի պարտեզում էր, Աստծո հրամանը եկավ Աթամին, որ Աթամ պարտեզի ամեն ծառերից կարող ես ուտես, բայց բարի եւ չարի գիտենալու ծառից չուտես, որ ուտելուտ օրը կմեռնես։ Եվ Աստված կյանքի ծառն էլ պարտեզի մեջտեղում դրել էր։ Այո, սիրելիներս, կյանքի ծառը պարտեզի մեջտեղում է, կյանքի ծառը պարտեզի մեջտեղում է, կյանքի ծառը այսօր մենք իրավունք ունենք մեկ հատ առնենք եւ սկսենք կարդալ եւ Աստված մեզի հասկացողությունը կտա, որովհետեւ Հիսուս Քրիստոսը մատաղ է եղել մեր համար։ Հիսուս Քրիստոսը խաչի վրա խաչվեց, որ իր երեխերքը իրավունք ունենան, իրենց մեղքերը լվանան եւ նորեն հետ մտնեն Աստծո պարտեզի մեջ, Աստծո արքայության մեջ եւ սկսենք կյանքի ծառից ուտենք, որ Աստծո որդիկ լինենք։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Առանց Աստծո խոսքին քրիստոնեություն չկա, փառք լինի մեր Աստծոն։ Աստծո խոսքը ասում է, սկզբում էր խոսքը, խոսքը Աստծո հետ էր, խոսքը ինքը Աստված է, խոսքը ինքը Աստված է։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Աստված սուրբ է եւ Աստված իր խոսքն է եւ Աստված մարդի նման չի, Աստված մեզանից շատ բարձր է եւ Աստված ամեն մարդկանց նույն հավասար է սիրում։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Դրա համար Հիսուս Քրիստոսը իր պատգամների մեջ միշտ ասում է, եթե դուք ես անեք, ձեր համար էս կելնի, եթե հացն ուտեք, կարող եք աճեք, եթե հացն ուտեք, ձեր մեջ կյանք կլինի։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը ասում է, մեզի հրամայում է, ասում է մենք ինչպես ապրենք, ասում է մինչև որ լույսն ունեք, հավատացեք լույսին, որ լույսի որդիկ լինեք, մինչև որ լույսն ունենք, այսօր մենք լույսն ունենք, Հիսուս Քրիստոսը կյանքի լույսն է, եւ եթե դուք կարող է մեկը ճարվի, որ չի հավատում, որ Հիսուս Քրիստոսը կյանքի լույսն է, Հիսուս Քրիստոսը կյանքի լույսը լինելով իմ ասածով չի կամ մարդի ասածով չի, սա մարդի գործ չի, այլ Հիսուս Քրիստոսը ինքը կարող է իր համար խոսա։ Ուրեմն, եթե մեկ մարդ ուզում է հարցնի Աստծոց, կտեսնի Հիսուս Քրիստոսը կյանքի լույս է։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Հիսուս Քրիստոսը ինքը սաղ է։ Հիսուս Քրիստոսը այս րոպեին Աստծո աջ կողմը նստած է եւ Աստծո համար եւ Աստծո մոտ աղոթում է մեր համար։ Փառք լինի մեր Աստծոն, փառք լինի մեր Աստծոն։ Եվ Հիսուս Քրիստոսը ինքը կյանքի լույսն է, նշանակելով, որ երբ որ Հիսուս Քրիստոսը մեր մեջ է, մենք էլ չենք կարող
մեռնենք, երբ որ Հիսուս Քրիստոսը մեր մեջ է, մենք չենք կարող սխալվենք, չենք կարող մեղք գործենք, չենք կարող սխալ ճանապարհ երթանք, երբ որ Հիսուս Քրիստոսը մեր մեջ է, մենք մեղքին տիրում ենք, մեղքը մեր ոտի տակ է, մեղքին ոչնչացնում ենք, մեղքը չի կարող մեզի խաբի, սատանեն էլ չի կարող մեզի խաբի, երբ որ Ադամը եթե մի պարտեզում էր, սատանին եկավ եւ Ադամին ասեց, որ արդյոք Աստված ասել է, որ բարի եւ չարի գիտենալուց առիթ չուտես, բայց Ադամը խաբվեց սատանայից։ Ինչու խաբվեց, որովհետեւ Ադամի մեջ կյանք չկար, Աստված կյանքի ծառը դրել էր պարտեզի մեջ եւ Ադամի գործը նա էր, որ կյանքի ծառից ուտեր։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Մեր գործը այս աշխարհի մեջ նա է, որ կյանքի ծառից ուտենք, որ կարողանանք կյանք ունենանք մեր մեջ, որովհետև եթե դատարկ մարմնին հասնենք, մարմնին կերակրենք, մարմնին հագցնենք, մեռնելու օրը էլ ոչինչ չկա մեր ձեռքում, ոչինչ չունենք արած, բայց երբ որ մենք մեր հոգին ենք կերակրում, երբ որ Աստծո խոսքն ենք ուտում ամեն օր, այն ժամանակ Աստված մեր մեջ սաղ է եւ Աստված մեզի կառաջնորդի ամեն արդարության։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Դա է նշանակում Հիսուս Քրիստոսը կյանքի լույսը լինելով, որտեղ կյանքի լույսը հենց ինքը իրան չի կատարվում, որտեղ մարդկությունը կտրված է Աստծոց, մարդկությունը բաժանված է Աստծոց։ Այսօր մենք պետք է մեր որոշումով Աստծո հետևից երթանք։ Աստված եկել է մեր մեջ։ Հիսուս Քրիստոսը ասում է, Աստծո արքայությունը մոտկացել է մեզի, մեր ձեռքի մեջ է, նշանակելով այս գիրքը մեր ձեռքի մեջ է։ Մենք կարող ենք այս գիրքը սկսենք կարդալ ամեն օր եւ թողնենք Աստված մեր մեջ սաղ լինի։ Փառք լինի մեր Աստծուն։ Փառք լինի մեր Աստծուն։ Այո, սիրելիներս, Աստված այնքան մեզի սիրեց, որ իր մեկ հատ որդուն մեզանից չխնայեց, եւ հիմա ասում է մեկ հատ ինձի փորձեցեք, տեսեք էլ ինչ ես ձեր համար չեմ անի։ Հիսուս Քրիստոս ասում է, ես եկել եմ, որ ձեզի կյանք նվիրեմ, առատ կյանք եւ հավիտենական կյանք։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Հիսուս Քրիստոս ասում է, որ նախ փնտրենք Աստծո արքայությունը, հետո այս աշխարհի ամեն բարիքները մեզի կտրվի։ Փառք լինի մեր Աստծուն, փառք լինի մեր Աստծուն։ Այո, սիրելիներս, Աստված սաղ է եւ մեզի սիրում է եւ միայն ուզում է, որ մենք Աստծո լույսի մեջ ապրենք, այս սուրբ խոսքը ամեն օր կարդալով եւ կատարելով։ Աստված օրհնի ձեզ, երբ որ ձեր լրիվ հոգով, սրտով, ուժով, միտքով դառնում եք դեպի մեկ հատ կենդանի Աստծուն, իր սուրբ խոսքը կարդալով ամեն օր, ամեն եւ ամեն